խնդիրը պահանջում է գտնել բոլոր 0 չպարունակող բնական թվերի քանակը, որոնց թվանշանների գումարը 9 է։ Շատ լավ, ինչպես կարող ենք այդ ամենը անել, դա իրականում պետք է հերթով նախ դիտարկել, թե քանի թվանշան կարող է պարունակել այդ բնական թիվը, որի թվանշանների գումարը 9 է եւ այն 0 չի պարունակում, ու որտեղից սկսած կարող են լինել այդ բնական թվերը։ Ինքն այդպես եկեք լուծենք, բայց իրականում այս խնդիրը երկու եղանակով կլուծենք։ Դա թող լինի մեր առաջին եղանակը, ու հիմա ուղղակի հերթով դիտարկենք, թե ինչ կարող ենք մենք ունենալ, քանի նիշանոց, ու գտնենք յուրաքանչյուր նիշանոցի դեպքում, քանի այդպիսի թիվ կա, այնուհետև վերջում բոլորը իրար կգումարենք։ Շատ լավ, դա մեր քայլ 1-ն է։ Հիմա դա միանիշ կարող է լինել։ Ու միանիշ թիվը միակ, որի թվանշանների գումարը 9-ի, դա 9 է։ Միանիշների դեպքը ավարտեցինք։ Հիմա երկնիշների քանակը ինչպես կարող ենք հաշվել։ Ահա, դե երկնիշների համար եկեք այս պահին ոչ թե գտնենք քանի որոնք են այդ թվերը, այլ գտնենք թվանշանների զույգ, որոնց գումարը հավասար է 9-ի։ Դրանք կլինեն 1-ն ու 8-ը, 2-ն ու 7-ը, 3-ն ու 6-ը, իջնում ենք հերթով, ու 4-ն ու 5-ը, եւ յուրաքանչյուրից մենք 2 թիվ ունենք։ Ինքն յուրաքանչյուր թվանշանից մեզ մոտ 2 թիվ է ծնվում։ Շատ լավ, հետևաբար ընտրել 8 թիվ երկնիշ գոյություն ունի, որոնց թվանշանների գումարը հավասար է 9-ի։ Շատ լավ, սա հաշվեցինք, հիմա եռանիշներին ենք հաշվելու։ Իդեպ նշեմ, որ ամենաշատը կարող ենք ունենալ 9-անիշ թիվ, որովհետև եթե թիվը 10-անիշ է եւ նրա թվանշանների գումարը հավասար է 9-ի, ապա յուրաքանչյուր թվանշան չի կարող 0-ից տարբեր լինել, որովհետև գոնե 1 պետք է լինի, իսկ այդ դեպքում թվանշանների գումարը 10 եւ ավելի պետք է լինի։ Այսինքն 9-ը այսպիսի իրարից տարբեր դեպքեր մենք պետք է գտնենք ու դիտարկենք ըստ թվանշանների քանակի։ Հիմա, երբ մենք ունենք 3 նիշ ունեցող թվեր, ինչպես կարող ենք դրանց դեպքում հաշվել, դե կրկին ոչ թե ընտրենք թվեր, այլ ընտրենք թվանշանների եռյակներ, որոնք մեզ բավարարում են։ Դե 1, 1, 7-ն է մեզ բավարարում, 1 ու սկսենք մեծացնել։ Եկեք պայմանավորվենք թվանշանները, ահա այսպես աճման կարգով են։ Կամ չնվազվենք կարող է։ Հիմա 1, 2, 6-ն է բավարարում, 1, 3, 5-ն է բավարարում, 1, 4, 4-ը նույնպես մեզ բավարարում է։ Հիմա եթե առաջին թվանշանը 1 չլինի, այլ լինի 2, երկրորդ թվանշանը գոնե 2 պետք է։ Նրանց գումարը 4 է, հետևաբար 2, 2, 5-ը բավարարում է, 2, 3, 6-ն է բավարարում, կներեք այստեղ 4 բազում է։ Եվ երբ մենք դիտարկում ենք 4, հաջորդ թվանշանը պետք է 3, իսկ արդեն խախտվում է մեր ահա այս չնվազվելու պահը։ Այսինքն երկուսներով ավարտեցինք։ Հիմա եթե առաջին թվանշանը 3 լինի, երկրորդ թվանշանը գոնե 3 պետք է լինի, նրանց գումարը է, ապա երրորդը կրկին 3։ Եվ եռանիշների համար հետևյալ կերպով գրեցինք։ Հիմա եկեք ուղղակի գրենք, թե յուրաքանչյուրից քանի թիվ է ծնվում։ Ունենք 3 թվանշան, բայց երկուսը իրար նույնն են, երկու հատ նույն թվանշանից, հետևաբար սրանցով ծնված եռանիշ թվերի քանակը հաշվելու համար պետք է նախ հաշվենք, թե քանի ձևով կարող ենք։ Եկեք առանձին ասենք կատարում այդ հաշվարկը, երբ մենք ունենք որ A եւ B թվանշան։ Պետք է կառուցենք եռանիշ թիվ։ Ինչպես կարող ենք հաշվել, թե քանի է եռանիշ թիվ։ Դե նախ ենթադրենք, թե այս թվանշանները իրարից տարբեր են, նշանակում է, որ առաջին թվանշանը 3 տարբերակով կարող ենք ընտրել երրորդ թվանշանը։ Եվ երրորդը 1, ու այնուհետև բաժանենք կրկնումը, որը 2-ը, որովհետև ընդհանրինը մի թվանշան, որ կրկնվում է 2 հատ։ 2 հատ է այս։ Հետևաբար 3 թիվ կա հետևյալ թվանշանների եռյակից, 6 թիվ այստեղից, որովհետև այստեղ թվանշանները տարբեր են, այնուհետև կրկին 6 թիվ եւ 3 թիվ էլ 1, 4, 4։ Այստեղից ունենք 3 թիվ, այստեղից թիվ եւ սրանից ու ընդհանուր մեզ մոտ կլինի 3, 6 ու այդպես։
արդյունքում 28 եռանիշ կա, որոնց գումարը մեզ մոտ հավասար է 9-ի։ Շատ լավ, շարունակենք քառանիշները դարկել։ Ահա, ինչպիսին են քառանիշները։ Դե կրկին 1 ենք, եթե առաջ 3-ը մեծ են, երրորդը ինչպիսին պետք է լինի, պետք է այն լինի ակնհայտ 6։ Եթե մենք ունենանք 1, 1, 2, չորրորդը պետք է լինի 5, հերթով նվազելու է 1, 1, 3, չորրորդը պետք է լինի 4, ու դա ակնհայտ է, որ այստեղ իջնել այլևս չենք կարող, սա եթե մեծացնենք 4-ը կնվազի ու արդեն կստացվի, որ խախտվում է մեր այս պայմանը։ Այսինքն 1, 1-երով ավարտեցինք, հիմա 1, 2, եթե 1, 2 ենք, այստեղ երրորդ թվանշանը գոնե 2 պետք է լինի, 1 գումարած 2 գումարած 2 5 է, ու դրա արդյունքում մեզ մոտ պետք է երրորդ թվանշանը բարձ, որ նրանց գումարը 9 ստացվի։ Եվ հիմա 1, 2, 3, 4, 3, 3, դա նույնպես մեկ։ Շատ լավ, հիմա սրա թվանշանների գումարը կրկին 9 է, ու ակնհայտ է, որ այստեղ այլևս մեծացնել չենք կարող։ Համար դիտարկենք հաջորդը։ 1, 3, երրորդ թվանշանը 3 է, ահա այս 3 հավասար է 7-ի, հետևաբար չորրորդ թվանշանը պետք է լինի 2, բայց խախտվում է, ահա այս նվազելու պայմանը։ Չորրորդ թվանշանը արդեն 3, հետևաբար ենթադրենք, թե առաջին թվանշանը 2 է, դա նշանակում է, որ երկրորդն ու գոնե 2 պետք է լինեն։ Հիմա դիտարկենք ինչպիսին պետք է լինի չորրորդ թվանշանը, այս 3-ի գումարը հավասար է 6, հետևաբար այն պետք է լինի 3։ Հիմա, եթե մենք 2-ը մեծացնենք, 3-ը կնվազի ու արդեն կխախտվի այս պայմանը, այսինքն դա մեզ չի բավարարում, ու հետևաբար ավարտվեց մեզ մոտ միայն սրանով։ Հիմա, եթե ունենանք 2, 3, սրանից հետո գոնե պետք է 3 ունենանք, այս 3 թվանշանների գումարը մեզ մոտ 8 է, հետևաբար չորրորդը պետք է լինի 1, ինչը արդեն մեզ չի բավարարում։ Ինքն թվանշանների եռյակները, քառյակները հետևյալն են, ու պետք է գտնել, թե յուրաքանչյուրից քանի թիվ է ծնվում։ Հիմա սրանից ակնհայտ է թիվ է ծնվում, քանի թիվ է ծնվում սրանից։ Կրկին պետք է դիտարկենք, ահա այստեղ, տեսեք, 4 թվանշան ունենք, ենթադրենք, թե բոլորը իրարից տարբեր են, կստացվի 4, ու անգամ 1 տարբերակով կարող ենք կազմել իրարից տարբեր քառանիշ, բայց բաժանել 2-ի, որովհետև 2 թվանշան նույնն է, հետևաբար 12 այստեղ նույն տրամաբան 12, իսկ այստեղ իրավիճակն է, ինչ 3, 1 և 6 4 թիվ, ու ընդհանուր մեզ մոտ 12-ը բաժնում 56 քառանիշ նշենք այս։ Հաջորդը պետք է դիտարկել հնգանիշ թվերը։ Իսկ ինչպես կարող ենք հնգանիշների էլի թվանշանների հնգյակներով այս դեպքում ենթադրենք առաջին 4 թվանշանները 1 են, դե այս 4-ը վերջինը պետք է լինի, կարող ենք ունենալ 2 4 տարբերակը, կարող տարբերակը, ու արդեն մեծացնել չենք կարող, ու դրա համար դադարեցնում ենք։ Հիմա կարող ենք ենթադրել, որ նախորդող այս թվանշանը ոչ թե 1 է եղել, այլ 2, հետևաբար գոնե 2 պետք է լինի չորրորդ թվանշանը, ու հիմա հասկանանք ինչի հավասար սրանց գումարը 6 է, հետևաբար այստեղ մենք պետք է ունենանք 3, ու եթե մենք 2-ը մեծացնենք 1-ով, ապա այստեղ արդեն 3 ունենալ չենք կարող, այսինքն այս երրորդ թվանշանը 2 լինելու դեպքը միակն է։ Հիմա եթե մենք ունենանք այստեղ 2 պետք, ու սրանց գումարը 7 է, երրորդ թվանշանը կրկին, իսկ առաջին թվանշանը այստեղ սրանց գումարը է, հետևաբար վերջին 1, ու արդեն կրկնում ենք, անիշ չի բավարարում մեր
կապ չունի։ Առյակներ ենք դիտարկում, հնգյակներ ենք դիտարկում, միշտ այդպես պետք է լինի։ Դե 5 թիվ ծնվելու է այստեղից, ինչպես ենք հաշվում այս թվերի դեպքում։ Կրկին դիտարկում ենք, որ մեզ մոտ թվերը իրարից տարբեր են, 5 անգամ կներեք թվանշանները, 5 անգամ, 4 անգամ, 3 անգամ, 2 անգամ 1 ու բաժանում ենք, բայց բաժանում ենք ոչ թե քանակի վրա իրական, այլ բաժանում ենք քանակի ֆակտորիալի վրա։ 3 անգամ, 2 անգամ 1։ Ինչու ենք հենց դրա վրա բաժանում, որովհետև դրանք են մեզ մոտ կրկնվող քանակներ առաջացնում։ Այս մեկերը, երբ մենք սկզբում իրարից տարբեր ենք համարում ու այնուհետև հասկանում ենք, որ դրանք տարբեր չեն, ստացվում է, որ յուրաքանչյուր թվից մենք 3-ի ֆակտորիալ անգամ հաշվել ենք։ Հետևաբար 20 թիվ կա այստեղ։ Իսկ այս իրավիճակը լրիվ ուրիշ է։ 5 անգամ 4, 2 անգամ բաժանում ենք նախ 3-ի ֆակտորիալ, այնուհետև մի հատ էլ 2-ի ֆակտորիալ։ Եվ այստեղ 3-ներն էին մեզ։ Ինչի արդյունքում ստացվում է այնը 10 թիվ։ Կարող եք դուք ձեր 10 իրարից։ Իսկ այս իրավիճակը ֆակտորներ։ Հիմա այստեղ ինչ ունենք 2 հատ 1, 2 հատ եւ մի հատ 3։ Կրկին դիտարկում ենք այդ բանշաներն ու բաժանում ենք կրկնվող։ Դրանք էլ 2-ներ են ու 3-ից հետևաբար այստեղ իսկ վերջից թիվ ունենք, որ մեզ մոտ է 70։ Շատ լավ, 75 թիվ կա, որի թվանշանների գումարը հավասար է 9-ի։ Անցնենք 6 անիշներին։ Ահա, հաշվենք։ Կրկին դիտարկենք թվանշանները։ Ամենասկզբում դիտարկենք բոլոր թվանշանները։ Սկզբի 1, ահա 5-ատը 1 ու հասկանանք, թե վերջինը ինչ կարող է լինել։ Դե 5-ը սրանց գումարը մեզ պետք է որ ընդհանուրը լինի։ Նա ուստի 4-ը վերջին թվանշանը, բայց կարող ենք մեծացնել։ Մոռանանք այս պայմանին, որ մենք դեռ ընտրում ենք թվանշանների հնգյակներ։ Այստեղ ունենք 3, այստեղ ունենք 2, այստեղ 3 ու հետո դիտարկենք արդեն այս։ Եթե մենք մի անգամ մեծացնենք, սա դարձնենք 3, նա կնվազի, կխախտվի մեր այս չնվազելու պայմանը։ Հետևաբար թող 2 լինի սա։ Եթե 2-ը է մեր թվանշանը, նշանակում 5-րդ թվանշանը գոնե 2 պետք է լինի։ Դրանց գումարը հավասար է մեզ մոտ 7-ի, հետևաբար 6-րդ թվանշանը կրկին 2 պետք է լինի։ Ու ակնհայտ է այստեղից, եթե մենք այս մեկը 1-ով մեծացնենք, ամեն ինչ մեզ մոտ կխախտվի։ Հետևաբար այսքանով մեր բոլոր իրավիճակները ավարտվում են։ Ու հիմա պետք է գտնել այս թվանշանների 6-նյակներից քանի թիվ է դուրս գալու։ 6 թիվ առաջին 6-նյակից ու քանիսը կծնվի այս 6-նյակից, սկզբից դիտարկում ենք բոլոր թվանշանները իրարից տարբեր են, այնուհետև բաժանում ենք կրկնվող քանակների վրա, իսկ դրանք 4-ի ֆակտորիալ են, որովհետև մենք ամենասկզբում հաշվում ենք, որ սա մեզ մոտ տարբեր թվանշաններ են, հետո նկատում ենք, որ 4 հատ 1 4-ի ֆակտորիալ անգամ հաշվել ենք, նրանց տեղափոխությունների քանակը հավասար քանակությամբ հաշվում ենք նույն թվից, ուստի այստեղ ենք անում, ուստի 30։ Իսկ այս վերջին հաշվելու համար պետք է բաժանել ֆակտորիալ, որովհետև համարում ենք, որ բոլոր իրարից տարբեր են, այնուհետև մենք վերցնում եւ համարում ենք, որ արդեն այստեղ նկատում ենք, որ մեկերը նույնն են, երկուսները նույնն են ու բաժանում ենք յուրաքանչյուր տեղափոխությունների քանակի վրա։ Հետևաբար այստեղ բաժանելու հետո 20 շատ լավ։ Ուղղակի հավաքել թե քանի եւ 56 պետք է անցնել հիմա 8-ի եւ 9-ի քանակներ հաշվելուն։ Պես ենք դա անել։ Կրկին դիտարկելու ենք թվանշաններ 7 անիշ։ Իսկ 7 անիշների քանակը կրկին հաշվելու ենք նույն տրամաբանությամբ։ Մեզ պետք է թվանիշների 7-նյակ ու արդեն հաշվել յուրաքանչյուր 7-նյակից քանի թիվ ենք մենք կարողանում կառուցել։ Դե առաջին 6 թվանշանները թող մեզ մոտ լինեն 1, դրանից ելնելով արդեն մնացածը կորոշենք։
Հիմա այստեղ 6 թվանշան ունենք, յուրաքանչյուրը 1, նրանց գումարը 6, հետևաբար 7-րդը պետք է լինի 3։ Չենք մոռանում, ահա այս պայմանի մասին, որ պետք է թվանշանները այսպես դասավորված լինեն։ Հիմա եթե ունենք այստեղ 1 ու մեծացնում ենք սա, 3-ը 1-ով փոքրանում է ստացվում 2, ու հիմա եթե այս 4 թվանշանները 1 պահենք ու սրանից հետո 2 դարձնենք, մյուս երկուսը նույնպես գոնե 2 պետք է լինեն, ու ստացվելու է մեզ մոտ 4 անգամ 1 գումարած 3 անգամ 2, ինչը հավասար է 4 գումարած 6, 10, ու արդեն մեծ է 9-ից, ինքն մնացած բոլոր դեպքերը մեզ չեն բավարարելու։ Չկա։ Ու հիմա պետք է ուղղակի հաշվել յուրաքանչյուր իրավիճակից, քանի յուրաքանչյուր թվանշանների 7-նյակից քանի թիվ է դուրս գալիս։ Դե ակնհայտ է, որ առաջինից 7 թիվ է դուրս գալիս, իսկ երկրորդից քանիսն է դուրս գալիս։ Դա դուրս է գալիս, եթե բոլորը հաշվենք իրարից տարբեր, կստացվի 7-ի ֆակտորիալ, ու դա իր հերթին պետք է բաժանենք, օրինակ, ահա այս կտորը կրկնվող քանակ է, պետք է բաժանենք դրա համար 5 ֆակտորիալի վրա ու մի անգամ էլ 2-ի ֆակտորիալի վրա բաժանենք, որովհետև երկուսն է։ Ինչի արդյունքում ունենք 7 անգամ 2, հետևաբար 21, այստեղից էլ մեզ մոտ դուրս է գալիս 28 թիվ։ 28 յոթանիշ թիվ կա, որի թվանշանների գումարը հավասար է 9-ի։ Մեզ մնաց ուղղակի հաշվել 8-անիշների և 9-անիշների քանակը։ 8-անիշները մեզ մոտ կլինեն, այստեղ կունենանք բոլորը 1, վերջինը 2։ Այսինքն սկզբում ունենք 7 հատ 1 ու դրանից հետո 2։ Ու եթե այս մեկը մենք մեծացնենք, կստացվի, որ այստեղ պետք է գոնե 2 լինի, որոնց գումարը 9-ից շատ է։ Ու այստեղից մեզ մոտ 8 դա իրարից տարբեր։ Եվ 9-անիշներն էլ ակնհայտ մի հատ են ընդ։ Ահա։ Շատ լավ, ամենաբարդ կտորը ավարտեցի ասել, որովհետև գտանք, թե յուրաքանչյուր նիշանի թվից քանի հատ կա։ Հիմա մեզ ուղղակի անհրաժեշտ է հաշվել այդ գումարը։ 9, այսինքն մի թիվ։ 1 գումարած 8, գումարած 28, գումարած 56 և այդպես շարունակ։ Անցնենք մեր քայլ 2-ի։ Ընդամենը մի հատ միանիշ թիվ կա, որի թվանշանների գումարը հավասար է 9-ի, 8 երկնիշ թիվ կա, 28 եռանիշ։ Գտնենք, թե քանի քառանիշ կար, 56 քառանիշ, 70 հնգանիշ, այնուհետև 56 վեցանիշ, 8 7-անիշ, 8 անիշ և վերջապես 1 միանիշ։ Կարելի է սա ուղղակի 1 28 գումարած 56 և դրան հետո գումարած 70, ինչի արդյունքում ունենանք 256։ 256 բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը հավասար է 9-ի։ Շատ լավ, եկեք թեթև ամփոփենք, որովհետև այստեղ ոչ մի բարդ բան չկար, մեր քայլերը բավականին տրամաբանական էին։ Մենք ուղղակի հասկացանք, որ որպեսզի թիվը 0 չպարունակի ու նրա թվանշանների գումարը հավասար լինի 9-ի, այն կարող է լինել միանիշ, երկնիշ, եռանիշ և այդպես շարունակ, ամենաշատը 9-անիշ, որովհետև 10-անիշի դեպքում ակնհայտ է 0 պետք է ունենանք, ու հիմա պետք էր ուղղակի դիտարկել յուրաքանչյուր նիշերի քանակին համապատասխանող թվերը ու հաշվել յուրաքանչյուրից քանի հատ կա։ Ու դա էլ մենք արեցինք ուղղակի թվանշանների քանակ ընտրելով ու յուրաքանչյուր այդպիսի թվանշանների քանակից տեսնել, թե քանի հատ թվանշանների զույգ ենք ընտրում մենք երկնիշների համար, եռյակ ենք ընտրում եռանիշների համար, քառյակ ենք ընտրում քառանիշների համար և այդպես շարունակ, ու դիտարկում ենք յուրաքանչյուր այդպիսի թվանշանների խմբից քանի թիվ է ծնվում, ու հետո էլ գումարում ենք այդ ընդհանուր քանակը ու գտնում ենք, թե քանի բնական թիվ կա, որը ունի այդքան քանակությամբ թվանշան, օրինակ երկնիշ, եռանիշ և այլն, ու նրա թվանշանների գումարը հավասար է 9-ի։ Այդպես քանակները գտնելուց հետո միակ բարդ կտորը այստեղ միգուցե թվանշանների տեղափոխությունն ու թվերի քանակ հաշվելը,
հետևյալ կտորում, բայց կարող եք ուղղակի մի քանի անգամ նայել ու հասկանալ ինչպես է աշխատում տրամաբանությունը։ Մանավանդ, որ այսպիսի խնդիր ունեցել ենք, որտեղ դիտարկում ենք հենց իրոք ինչու ենք մենք կրկնվող դեպքերի վերաբաժանում, ինչու է հենց դա մեզ մոտ կրկնվող դեպքերի քանակ։ Շատ լավ, ու դրանից հետո էլ ուղղակի հաշվել ենք, ահա այս քանակը, ուղղակի բոլորը իրար են գումարել ու ստացել ենք 256։ Դա առաջին եղանակն էր, որը բավականին երկար էր ու մենք այնտեղ հաշվարկ ենք կատարում։ Երկրորդ եղանակը շատ ավելի կարճ է, շատ ավելի քիչ քայլերով, սակայն այն իր մեջ պարունակում է շատ ավելի ուժեղ միտք։ Այն կոմբինատոր հաշվարկի օգնությամբ լուծում է այս խնդիրը, ուղղակի պետք է ճիշտ հասկանալ, թե ինչպես են կատարում մեր ձևակերպումները։ Եկեք մեր 9, այն, որ թվանշանների գումարը պետք է հավասար լինի 9-ի, փորձենք ներկայացնել հետևյալ ձև։ 9 հատ կետ պատկերենք այստեղ։ Ահա, հիմա նմանատիպ խնդիր նույնպես ունեցել ենք, երբ մենք փոխել ենք մեր խնդրի պայմանը ավելի հեշտ պայմանի։ Հիմա նկատենք, որ մենք այստեղ նախ տնելու ենք միջնորմեր։ Ահա այսպես բաժանումներ ենք կատարելու։ Ու եկեք հասկանանք, թե ինչպես ենք բաժանումներ կատարում։ Օրինակ, ինչպես կարող ենք այս կետերի օգնությամբ արտահայտել ինչ-որ թիվ։ Ենթադրենք, ուզում ենք արտահայտել, եկեք այստեղից թիվ ընտրենք, 135-ն ենք ենթադրենք ուզում արտահայտել։ Ինչպես կարող ենք 135-ը ներկայացնել այս կետերի օգնությամբ։ Դե կարող ենք մի միջնորմ այստեղ դնել, երկրորդ այստեղ։ Մինչև առաջին միջնորմը մեզ մոտ ցույց է տալիս առաջին թվանշան, մինչև առաջինի երկրորդի միջևը եղածը երկրորդ թվանշան եւ երկրորդից հետո մնացած երրորդ թվանշանը։ Ու այստեղ ունենք 1, այստեղ 3 եւ այստեղ 5։ Շատ լավ։ Իսկ այլ թվեր ինչպես կարելի է արտահայտել։ Օրինակ, եթե այսպես միջնորմներ ավելացնեմ, սա որ թվին կհամապատասխանի, սա կհամապատասխանի 1, 1, այստեղ 2, այստեղ 3 եւ այստեղ 2։ 11232 թվին կհամապատասխանի, իսկ դա հանգանիշների մեջ ենք մենք հաշվել։ 11, այսինքն 2 հատ 1, 2 հատ 2 եւ 3։ Եկեք տեսնենք արդյոք դա մենք հաշվել ենք 2 հատ 1, 2 հատ 2 եւ մի հատ 3։ Այո, մենք այդ թվերը հաշվել ենք եւ այդպիսի 30 թիվ կար։ Շատ լավ, այսինքն մենք այս եղանակով կարող ենք հաշվել բոլոր այն թվերը, որոնք մեզ բավարարում են։ Ուրեմն, եկեք հենց դրանով էլ զբաղվենք։ Իրականում այստեղ շատ ավելի կարևոր կտոր է հասկանալ այն, որ հետևյալ ձևով մենք հաշվելու ենք բոլոր այդպիսի թվերը, բայց դա դուք ավելի ուշ կապացուցեք, հիմա ուղղակի օգտագործենք այն, ինչ ունենք, այսինքն մենք գիտենք, որ կա այդ հավասարությունը, եթե մենք ուզում ենք կառուցել թիվ, մենք կարող ենք այդ թիվը կառուցել կետերի օգնությամբ եւ ցանկացած կետերի այսպիսի բաժանումը մեզ մոտ համապատասխանեցնելու է մի թվի։ Այդ հավասարությունը, այդ համարժեքությունը մենք պահենք ու դա օգտագործելով հիմա լուծենք։ Ու ինչպես կարող ենք մեր միջնորմերը դնել։ Դե տեսեք, որ միջնորմը չենք կարող կետերից առաջ դնել, որովհետև կստացվի, որ մինչև այդ միջնորմը ոչինչ չունենք ու դա պետք է համապատասխանի 0-ի, ինչը լինել չի կարող։ Բայց միջնորմների քանակությունը նույնպես սահմանափակ չէ, մենք կարող ենք ահա այսպես միջնորմեր դնել։ Բայց նկատենք, որ երկու միջնորմ իրար մոտ չենք դրել, քանի որ չենք կարող դնել, որովհետև երկու միջնորմների միջև եղած կետերի քանակը ինչ որ թվանշան է նկարագրում, իսկ քանի որ այստեղ կետ չկա, դա պետք է 0-ին նկարագրի։ Հետևաբար, դա եթե այստեղ նշենք, կետերից առաջ ու հետո, նկատի ունենալով այստեղ եւ այստեղ, եկեք հենց լավ երևի առաջ հետ միջնորմ լինել չի կարող։ Ահա։ Եվ երկրորդը 2 նորմ նույն դիրքում լինել չեն կարող։ Ահա, նույն դիրք ասելով նկատի ունեմ նույն կետերի, ահա այս մեջտեղի հատվածում։ Շատ լավ, այս երկու կետերը մենք նշեցինք, այսինքն ասացինք, թե ինչ պայմաններ են մեզ մոտ միջնորմների համար աշխատում, բայց քանակի վրա սահմանափակում չդրեցինք։ Հետևաբար մենք ցանկացած երկու կետի արանքում կարող ենք միջնորմ դնել եւ կարող ենք չդնել։ Ահա, իսկ այդպիսի դիրքեր միջնորմ դնելու ընդամենը 8-ն են։
8 դիրք ունենք, դա նույնպես այստեղ նշենք։ Ահա, միջնորմ դնելու 8 դիրք կա եւ յուրաքանչյուրում կամ կդնենք կամ չենք դնի, ինքն երկու հնարավոր տարբերակ կա։ Հետևաբար, յուրաքանչյուր դիրքի համար մենք երկու հնարավոր իրավիճակ ունենք, այսինքն այստեղ երկու ընտրության տարբերակ, այստեղ երկու եւ այսպես շարունակ, ու այստեղ աշխատում է կոմբինատոր հաշվարկի բազմապատկման օրենքը, կստացվի 8 հատ 2-ների արտադրել, ինչը 2-ի 8 հաստիճանով կարող ենք կրճատ պատկերել, դնել իր հերթին հավասար է 256-ի։ Շատ լավ, ստացանք նույն երկու թվերը, բայց տեսեք, թե ինչքան արագ ու ինչքան կարճ երկրորդ եղանակը տվեց, իսկ ինչպիսին էր առաջին եղանակը, բայց առաջին եղանակը շատ ավելի տրամաբանական էր առաջին հայացքից, որ պետք է անել։ Երկրորդ եղանակի համար նախ պետք էր հասկանալ, որ այդ համարժեքությունը տեղի ունի, այսինքն մենք կետերի միջոցով կարող ենք ցանկացած թիվ պատկերել եւ ցանկացած թվի համապատասխանում է ընդամենը մի այդպիսի կետերով բաժանում։ Պետք էր հետո հասկանալ, թե միջնորմերը որտեղ կարող ենք դնել, իդեմս այն, որ չենք կարող դնել կետերից առաջ ու հետո եւ այն, որ երկու միջնորմ չեն կարող նույն դիրքում լինել։ Ու հետո պետք էր հասկանալ, որ միջնորմների վրա սահմանափակում չկա։ Նրանց սահմանափակումը դիրքերի քանակով, այսինքն 8 միջնորմով է սահմանափակվում։ Միակ սահմանափակումը դա էր։ Ու յուրաքանչյուր դիրքում մենք կամ կդնենք միջնորմ կամ չենք դնի։ Երկու հնարավոր տարբերակ ունենք։ Եթե դնենք մի թիվ կստացվի, եթե չդնենք մեկը։ Եվ այդպես այդ ընտրությունների քանակով մենք կարողացանք գտնել, թե քանի թիվ կա, որոնք մեզ բավարարում են, բայց վերևում մենք նաև լավ հասկացանք, թե ինչպիսին են թվերը եւ կոնկրետ ալգորիթմական հաշվարկ կատարել։ Այսինքն հերթով համակարգված ձևով մենք հաշվեցինք։ Երկու եղանակներն էլ օգտակար են, երկուսի միտքն էլ պետք է ունենալ։ Առաջինի միտքը, որ ցանկացած իրավիճակում համակարգված հաշվարկ կարողանանք կատարել եւ լուծել, իսկ երկրորդը շատ տարբեր խնդիրներում ձեզ կարող է հետագայում օգնել։ Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։